Բարև ձեզ, Էկոնոմքսի հերթական թողարկումն է։ Այսօր խոսելու ենք բեռնափոխադրման, լոգիստիկ հնարավորությունների ենթակառուցվածքային ծրագրերի մասին։ Սա Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, քանի որ այն կոչված է ապահովելու Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ Գաղտնիք չէ, որ ժամանակակից բաց տնտեսությունները առանց արտաքին աշխարհի հետ մրցունակ կապի հնարավոր չի զարգանալ, եւ Հայաստանի զարգացումը կարող ենք ասել կապված է եւ հիմնված է նաեւ այս ոլորտի լոգիստիկ բեռնափոխադրման ոլորտի զարգացման եւ մրցունակության հետ։ Հետևաբար առաջարկում եմ այս թեման քննարկենք միասին։ Այս թեման քննարկելու համար հրավիրել եմ Ապավեն ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն պարոն Աղաջանյանին։ Շնորհակալ եմ պարոն Աղաջանյան հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Աղաջանյան, եկեք խոսենք ձեր այսպես փորձառությունից, ձեր անցած ճանապարհից, որը Ապավեն ընկերությունը արդեն 30 տարուց ավել Հայաստանում գործում է։ Ինչ իրավիճակ ունենք, ինչ առանձնահատկություններ ունենք Հայաստանում բեռնափոխադրման ոլորտում։ Շնորհակալություն իհարկե հրավերի համար եւ հարցը բավականին լայն է եւ փորձեմ բերել մի ուղղության մեջ հետեւյալը։ Ուրեմն այո, դուք իրավացի եք, մենք հիմնադրվել ենք 1993 թվականին եւ առ այսօր գործում ենք եւ ընդհանուր բարձր դրանից որ գործունեությունը զարգանում է մեր եւ մենք մեր գործունեության ընթացքում զարգանում ենք համահունչ Հայաստանի Հանրապետության տնտեսության հետ, այսինքն մենք չենք կարող զարգանալ, եթե տնտեսությունը չի զարգանում, եւ բնական է մենք մեր զարգացումը դանդաղում է, երբ որ երկրում ինչ պատճառներով, օրինակ պանդեմիայի ժամանակ, պատերազմական գործողությունների ժամանակ տնտեսական անկումներ են լինում, դա անմիջապես արտացոլվում է մեր գործունեության վրա։ Սակայն 32 տարի արդեն կանք աշխատում ենք եւ ստեղծվելով մի քանի հոգի միասին հավաքվելով եւ մի սենյակում աշխատելուց հետո այսօր ունենք բավականին հզոր տնտեսական բազա, ունենք գրասենյակներ եւ Վրաստանի նավահանգիստերում, Փոթիում, Բաթումիում, ունենք գրասենյակ նաեւ Թբիլիսիում, ունենք Երևանում, տերմինալ Երևանում, Այրում կայարանի կողքին ունենք մենք Այրումում տերմինալ, երկու տերմինալ Վրաստանում եւ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում վարձակալված աշխատացնում ենք, այսինքն ավտոձեռնարկություն եւ այլն։ Մի խոսքով, եթե մի շատ հակիրճ ներկայացնեմ, ասեմ, որ մենք ոչ թե միայն զուտ տրանսպորտային կազմակերպություն ենք, տրանսպորտաէքսպեդիտորական, ինչպես մեր ընկերներից մեկը շատ ճիշտ նշեց, ասա տրանսպորտային մի ամբողջ ինդուստրիա է, որովհետեւ մենք չենք մասնագիտացել նեղ ինչ որ մենք ուղղությամբ, օրինակ վարելիքի տեղափոխում կամ ցորենի տեղափոխում կամ չգիտեմ ինչով, մենք ունենք ըստ էության տրանսպորտի հետ կապված բոլոր հիմնականում բոլոր ուղղությունների զարգացում դա եղել եւ կոնտեյներային, դա լինի երկաթուղային փոխադրումներ, ավտոփոխադրումներ, տերմինալային ծառայություններ, բերդերի այլ սպասարկում, բարձում, բերդաթափում, պայեստավորում, դիստրիբյուցիա եւ այլն եւ այլն։ Այսինքն այն ինչ որ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային բեռնափոխադրումներում բերդերի հետ կապված գործողություններ իրականացվեն։ Այս ժամանակահատվածում մեր ձեռքբերումները իհարկե կոնկրետ թվերով ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց հասել ենք մի մակարդակի, երբ որ վստահորեն կարող ենք ասել, որ այս ոլորտի անդրկովկասյան երկրների առաջատարներից մեկն ենք, համեստությունը չի թույլ տալիս ասել, որ առաջատարն ենք, նույնիսկ Վրաստանի նման երկրում, որտեղ տրանսպորտային էքսպեդիտորական կազմակերպությունների թիվը 100-ից ավել է, այսպիսի ուղղություն եւ այսպիսի զարգացում ունեցող կազմակերպություն չկա, կան նեղ մասնագիտականներ, կան ծովային ընկերությունների ագենտներ, որոնք ունեն բավականին լուրջ շրջանառություն, բայց զուտ էքսպեդիտորական, որը կարողանում է կապված չի մի ծովային ընկերության սպասարկման հետ եւ
ունի համապատասխան բեռնաշրջանառություն, հա, ես վստահ եմ, որ Անդրկովկասիում չկա։ Շատ լավ, պարոն Աղաջանյան, մեր տնտեսվարողներին, արդյունաբերողներին, ֆերմերներին, գյուղատնտեսներին, երբ որ խոսեցնում ես եւ նշում ես ինչ խնդիրներ ունեք արտահանման ժամանակ, նրանք առաջինը նշում են բեռնափոխադրման հետ կապված, լոգիստիկայի հետ կապված խնդիրներ ունենք եւ հատկապես նրանք են այսպես բողոքում, որոնք դեպի Ռուսաստան են իրենց արտահանումը կազմակերպում եւ բարբերաբար Վերինլարսի անցակետում խնդիրներ են ունենում, բեռները կանգնում են, փչանում են եւ այլ եւ այլ։ Բեռնափոխադրումը կոչված է նաեւ այս խնդիրները լուծելու համար։ Ինչպես եք պատկերացնում այս խնդիրների լուծումը եւ արդյոք մեր բեռնափոխադրմող այս համակարգը, որը ստեղծվել է հետանկախացման շրջանում, կարող է այս խնդիրները լուծել։ Նախ սկսենք հետևյալից, դուք շատ իրավացի եք, երբ որ ասում եք դժգոհությունները նշելուց, նշում եք նաեւ այն ուղղությունը, որտեղ որ մենք ունենք թույլ օղակ, դա իհարկե Ռուսաստանի ուղղությունն է, բայց եկեք չմոռանանք, որ նախկին կապերը, որոնք որ կային եւ որոնցով մենք օգտվում էինք, բացարձակապես հենված չէին այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք հիմա գոյություն ունեն, այսինքն նախկինում Ռուսաստանի հետ չնայած անհամեմատ ավելի մեծ բեռնաշրջանառության, Ռուսաստանի հետ կապը բացարձակապես իրականացվում էր երկաթուղով, որը անհամեմատ ավելի էժան տրանսպորտային միջոց է, ավելի մեծ ուրեմն հնարավորություններ ունի, քան ավտոձեռնարկություններն եւ ավտոմեքենան, եւ բնական է, որ Աբխազիայի երկաթուղու փակվելը եւ ադրբեջանական ուղղությամբ երկաթուղիների փակվելը ստեղծվեց նոր իրավիճակ։ Ինչ վերաբերում է Վերին-Լարսին, եկեք չմոռանանք, ճանապարհի ճիշտ անվանում է Военно-Грузинская дорога։ Ես միշտ դա ընդգծում եմ, ասելով, որ խնդրում եմ հաշվի առեք, որ այդ ճանապարհը երբեք չի եղել նախատեսված տնտեսական կապի համար։ Դա ունեցել է ռազմական նշանակություն։ Եվ Հյուսիսային Կովկասի ավտոճանապարհները դա լինի եւ Օսետիայով եւ Մամիսոնի այդ անցակետով, այսինքն բոլոր այդ ճանապարհները ունեցել են ռազմական նշանակություն։ Այսինքն տնտեսական կապի համար չեն եղել ստեղծված։ Հիմա իրավիճակը փոխվեց եւ մենք այդ ճանապարհը սկսում ենք օգտագործել որպես տնտեսական կապ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Եվ ասում ենք, բա ինչի չի ստացվում։ Է չի կարող ստացվել, որովհետեւ ի սկզբանե այդ ճանապարհները չեն եղել նախատեսված այդ բեռնատարների համար։ Հատկապես այսօրվա մեր բեռնատարների, դե գիտեք, 16-17 մետր երկարություն ունեցող այդ բեռնատարները եվրոպական ստանդարտներով եւ այդ ճանապարհները անհամատեղելի են, բայց մենք միևնույն է այդ ճանապարհից օգտվում ենք։ Եվ պատահական չէ, որ եկավ հասունացավ այն ժամանակ, երբ որ Վրաստանի կառավարությունը շատ լավ հասկացավ, որ այսպես չի կարող շարունակվել, որովհետև Վրաստանը որպես երկիր, որը տարանցիկ երկիր, որպես ունի իր շահերը, շատ լավ գիտակցում է, որ իր տարանցիկությունը ապահովելու եւ պահպանելու համար պետք է ապահովի այդ ճանապարհը։ Եվ այս թունելի կառուցումը, որի մասին մի քանի տարի առաջ հայտարարվեց, իր ավարտական փուլին է հասել։ Դուք գիտեք, որ թունելը ըստ էության արդեն գոյություն ունի, այսինքն ներքին հարդարման, ներքին աշխատանքներն են, օդափոխություն եւ այլն եւ այլն։ Այդ աշխատանքներն են արդեն սկսվել, իրականացվել եւ եթե ոչ այս տարի մինչեւ վերջ, տարվա վերջ, ապա մյուս տարի հաստատ այդ ճանապարհը մենք կունենանք եւ ճանապարհի թողունակությունը անհամեմատ կավելանա, այսինքն մենք այլևս չենք լինի կախված ձմեռային այդ ձնհալի կամ ձյան առատության պատճառով, որ ճանապարհը փակվում է վերջին հաշվով բարձր 2400 մետր բարձրություն ենք մենք բարձրանում, եկեք չմոռանանք, իսկ հիմա արդեն դա կլինի տարին 365 օր, 24 ժամ, շաբաթը 7 օր անցանելի ճանապարհ, եւ իրավիճակը բնական է կփոխվի։ Սա առաջինը։ Երկրորդը, եկեք նաև չմոռանանք, որ մինչև 2003-2004 թվականները մինչև Վրաստանում այդ վարդերի հեղափոխություն տեղի ունեցավ, հայկական ավտոտրանսպորտային միջոցներ միջազգային չափորոշիչներին համապատասխանող ըստ էության գոյություն չունեին։ Շատ քիչ։ Մեր ամբողջ բեռնափոխադրումները դեպի Ռուսաստան իրականացնում էին վրացական ավտոձեռնարկությունները։ Մենք չունեինք ավտոպարկ,
որովհետև Վրաստանի տարածքով հայկական պետհամարանիշով մեքենայի անցնելը դա մի ազգային հերոսության աստիճանի բան էր, որտեղ մենք գիտենք ինչ էր կատարում։ Իհարկե Վարդերի հեղափոխությունից հետո ամեն ինչ փոխվեց եւ Հայաստանում վերջապես ձևավորվեց։ Մենք ունենք այսօր ավտոմեքենաների հզոր պարկ, քանակ, ոչ միայն մեր կազմակերպության մասին է խոսքը, այլ Հայաստանի Հանրապետությունում արդեն գոյություն ունեցող մեքենաների արկայությունն եմ ասում եւ տարբեր բեռնափոխադրումների հնարավորություն դա լինի եւ արագ փչացող բեռների եւ ոչ եւ ստանդարտ եւ հետեւաբար իրավիճակը գնալով փոխվում էր այդ իմաստով։ Հիմա ինչ է տեղի ունենում, այսինքն այո, այս քանակը վերին լարսը ի վիճակի չի պարզապես սպասարկել, այսինքն գոյություն ունեցող նորմերից մի քանի անգամ գերազանցվող քանակներ են տեղաշարժվում։ Եկեք չմոռանանք, որ այդ ճանապարհը հետաքրքիր է ոչ միայն Հայաստանի համար, այդ ճանապարհը շատ հետաքրքիր է նաև Թուրքիայի համար, որտեղ լաստանավերով Թուրքիայից մինչև Նավարաշիսկ, ասենք Տրաբզոնից լինի դա, թե Սամսունից լինի, թե Ստամբուլից, թե որտեղից էլ լինի, Ռիզեից, ամեն դեպքում այդ լաստանավային փոխադրումները դա թանկ հաճույք է։ Եվ ունենալով նույնիսկ այդ հնարավորությունը, թուրքերը գերադասում են գալ նույն ճանապարհով։ Հիմա այստեղ գալիս եմ նույն հարցին, ձեր հարցի ամենասկզբին։ Այո, բարդ է։ Իսկ թուրքերը, որոնք որ գնում են եւ ունեն մեզանից անհամեմատ մեծ ավտոմեքենաների քանակ եւ տնտեսական կապ Ռուսաստանի Դաշնության հետ եւ նույնպես օգտվում են այդ ճանապարհից, ավելի լավ պայմաններում են։ Այո, համաձայն եմ։ Իհարկե ոչ, ձեր կարծիքին համաձայն եմ եւ ես դրա ականատեսն եմ նույն մշտապես, այսինքն երբ որ դուք գնում եք Վերի Լարս եւ տեսնում եք հայկական մեքենաների արկայությունը, դուք տեսնում եք նաեւ թուրքական մեքենաների արկայությունը այնտեղ, նաեւ վրացական մեքենաների եւ ասել, որ իրանք ավելի լավ պայմաններում են աշխատում, քան թե մենք, ունենալով այլընտրանքային տարբերակ, ունենալով լաստանավը, միևնույն է գերադասում են, այսինքն այս ճանապարհը ամեն դեպքում դա ավելի ձեռնտու է քան թե այլընտրանքային ցանկացած ճանապարհ։ Պարոն Աղաջյան, ներողություն, ձեր միտքը կշարունակեք։ Տարիներ առաջ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը հայտարարեց, որ լաստանավերով մենք կարողանանք որոշակի բեռնաթափել Վերին Լարսի անցակետը։ Դա արդյոք լուծում չէ։ Դա ոչ մասնագետի կարծիք է։ Այսինքն գետնի վրա դա չէ, քիչ հավանական։ Այդպիսի բան չի կարող լինել։ Թուրքերը ունեն հզոր նավատորմ, ծովային ընկերություններ, շատ խոշոր համաշխարհային մասշտաբի, օրինակ Կարկասը, հա, եւ նրանք այդ ամեն ինչը ունենալով միևնույն է գերադասում են ցամաքային փոխադրումը։ Դա եւ ժամանակի եւ ֆինանսների կորուստ է լաստանավը կամ ընդհանրապես նավային, հատկապես եթե հատվածը շատ փոքր է, իսկ Սևծովի այս ծափից այն ափ գնալ մեր ընդհանուր բեռնափոխադրումների հոսքերը ինչ ուղղություններով են եւ այդ ուղղությունները զարգացնելու ինչ հնարավորություններ ունենք, պարոն Աղաջյան։ Մի թեթև մենք խոսեցինք Ռուսաստանի ուղղության մասին, ես փորձեցի մեկնաբանել եւ բացատրել, թե ինչու՞մն է հարցը, որ մենք այս վիճակում ենք հայտնվել, մենք հայտնվել ենք նույն վիճակում, ինչեւ մյուսներն են հայտնվել, այսպես չպետք է կարծել, թե հարցը միայն մեզ է վերաբերվում։ Եվ վստահություն եմ հայտնում, որ մոտակա ժամանակներս առավելագույնը մեկ տարվա ընթացքում այդ հարցը ընդհանրապես կլուծվի, զուտ տեխնիկական մասը, իհարկե մաքսային ձևակերպումները եւ այլն, դա մի փոքր այլ թեմա է։ Հիմա ինչ վերաբերում եմ այլ ուղղությունների, նայեք, Հայաստանի Հանրապետությունը, երբ որ մենք ասում ենք լոգիստիկ խնդիրներ, դուք իրավացի նշեցիք, որ մենք չգիտես ինչի միայն Ռուսաստանի նկատի ունենք։ Արեքլը մի պահ վերանանք Ռուսաստանից։ Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի արդյունաբերությունը եւ արտաքին տնտեսական կապը Չինաստանի կամ, չգիտեմ, Հնդկաստանի հետ քիչ չէ, հա, հատկապես Չինաստանի։ Եվ եթե մենք ուշադիր նայում ենք, թե ինչ է կատարվում մեր շուկայում, ապա տեսնում ենք, որ մեր խոշորագույն տնտեսվարողները, խոշորագույն հարկատուները, ինչպիսիք են լեռնամետալուրգիայի ներկայացուցիչներ, Զանգեզուրի կոմբինատը, Ղափանի կոմբինատը, Ագարակի, Թեղուտի, այս կազմակերպությունները, որոնք ունեն լուրջ արտադրանք, տասնյակ 100 հազարավոր տոննաներ, 100 հազարավոր տոննաների արտադրանք եւ դա գնում է Չինաստան։ Հիմա հարց եմ տալի, որևիցե անգամ վերջի 25-30 տարում որևիցե տեղ խոսվել է այն մասին, թե ինչպիսի բարդ խնդիրներ ունեն նրանք այդ տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու համար։ Ոչ, չէ, որովհետև այդ ամեն ինչը համակարգված
սիստեմավորված, ռելսերի վրա դրված աշխատանք է եւ ամեն օր կատարվում է։ Կամ հակառակը եկեք տեսեք, դա արտահանումն եմ ասում, նույն ներմուծումը։ Հա, Հայաստանի շուկայում դուք հանգիստ կարող եք հանդիպել եւ չինական ապրանքների, որոնք անխափան գալիս են, ամերիկյան ապրանքներ, որոնք ավտոմեքենաները մասնավորապես տեսնում եք ահռելի քանակի, ոչ ոք չի ասում, վայ Ամերիկայից ինչ դժվար է այդ ամեն ինչը վերել, կամ Չինաստանից ինչ դժվար է, կամ Չինաստան տանելը էս ինչ դժվար է։ Այդ ամեն ինչ աշխատում է։ Հա, անխափան աշխատում, ոչ ոք չի նկատում, բայց դա մասին պետք է նաև ասվի, չէ՞ որ եթե մենք ասում ենք բացասականը, պետք է նշենք, բացասականը տրանսպորտային խնդիրների հետ կապված, այսինքն լոգիստիկ խնդիրների եւ փոխադրումների հետ կապված բարդությունները ավելի շատ միայն հյուսիսային մեր հարևանի հետ է կապված։ Մնացած ուղղությունները նշեք մի ուղղություն, որտեղ մենք տեսնենք, որ մենք խնդիր չունենք։ Ինչ է Մոզեր շոկոլադը մենք այստեղ չունենք։ Հա, թե կամ էս Մոցարտը ներողություն, կամ Մոզերտը թեկուս ճենապակին, հա, կամ չինական ապրանքներ չունենք, կամ Ինդոնեզիայից երբևիցե Հայաստանում սուրճի պակաս ենք զգացել։ Գալիս է չէ, անխափան է գալիս։ Եվ ոչ մեկը չի, հələ պատկերացրեք մի հատ այդտեղ խնդիր լիներ։ Սուրճ խմող ամբողջ Հայաստանը երկրորդ օրը վայնասուն կբարձրացներ։ Բա ուր է սուրճ, այդ ո՞նց եղավ։ Էլի տրանսպորտային խնդիրներ։ 30 տարվա մեջ մենք սուրճի պակաս ենք ունեցել, չենք ունեցել, չենք էլ ունենալու։ Այսինքն համակարգեր են ստեղծված, որոնք այսօր հնարավորություն են տալիս աշխատելու։ Եվ ամենակարևորը, ես այս միտքը անպայման ուզում եմ, որ մեր հեռուստադիտողը հատկապես հասկանա եւ ընկալի ու ընդունի, որ աշխարհի առաջի տասնյակ, ես դա միշտ ընդգծել եմ, աշխարհի առաջի տասնյակ խոշորագույն ծովային ընկերությունները, որոնք իրականացնում են համաշխարհային բեռնափոխադրումների 70-ից 80%, առաջի տասնյակ է։ Ես էլ չեմ ասում մնացածները, հա։ Տասնյակից 7 ընկերությունը Հայաստանում ներկայացված է։ Ներկայացված է իրենց սարքավորումներով, կոնտեյներներով։ Այսինքն եթե դու ուզում ես ուղարկել որևիցե երկիր, դու նայում ես այս 7-ից լավագույնը ով է, ում միջոցով կարելի է դա փոխադրում անել։ Ու տասնյակ հազարավոր տոննաներ ամեն ամիս, տասնյակ հազարավոր տոննաներ մենք ունենում ենք բեռնափոխադրում դեպի օրինակ Չինաստան։ Եվ դրա հետևանք է այն բանի, որ մեր տնտեսությունը այսօր լեռնամետալուրգիա զարգանում է, խոշոր հարկեր են վճարվում։ Ես խոշորներից եմ խոսում, ես չեմ ասում դա կոնյակի արտադրություն, չեմ ասում ալյումին, չեմ ասում այլ ապրանքատեսակներ։ Իհարկե, այն ինչ որ դուք Ռուսաստանի հետ կապված ասում եք, այո, կան պահածոներ են արտադրում եւ այդ պահածոն պետք է ռեալիզացվի Ռուսաստանի Դաշնությունում։ Այո, Ռուսաստանի Դաշնությունում պահածոն ռեալիզացնելու համար բնական է դա էժան ապրանքներ են եւ դրանք ավտոփոխադրումներով ավտոփոխադրման դեպքում դժվար են դիմանում, որովհետև ավտոփոխադրումն ինքնին երկրորդ իր թանկությամբ տրանսպորտային միջոցն է։ Ավիացիա ավտոփոխադրում, հետո երկաթուղի, հետո ծով։ Այնինչ որ մենք երկաթուղով ու ծովով ենք անում մեծականակ, դա հնարավոր չի ավտոտրանսպորտային միջոցներով անել։ Դուք ոնց եք պատկերացնում, առավելություն ունի, ճկուն է 300-400 հազար տոննա տարեկան մեքենաներով Չինաստան տանել։ Դա անհնար է, չէ՞։ Այսինքն մենք այստեղ օգտվում ենք համաշխարհային ծովային այն ընկերություններից աշխարհի մասշտաբով, համաշխարհային ընկերություններ են դրանք։ Նրանց տրանսպորտային ամբողջ ցանցը, որը գոյություն ունի, համաշխարհային տրանսպորտային ցանցի մասին եմ ասում։ Մենք այդ ցանցին ինտեգրված ենք եւ մենք այդ ցանցից օգտվում ենք։ Այն նույն ձևով, ինչպես մենք հաճախ խոսում ենք, այս ինտերնետը, ինտերնետը ինֆորմացիոն մի ամբողջ դաշտ է համաշխարհային, որին մենք կապնվում ենք եւ օգտվում ենք։ Միջազգային բեռնափոխադրումները նույնպես ցանց են։ Համաշխարհային մեծ ցանց է, որին մենք ինտեգրված ենք եւ մենք ունենք դրա հետ կապ։ Հետեւաբար ունենալով այդ կապը մենք ամբողջ աշխարհը ընդգրկում ենք։ Եթե ուզում եք Cape Town կամ ուզում եք, չգիտեմ, Շրի Լանկա կամ ուր ուզում եք, Տեխաս, խնդրեմ, կամ ձեր մտքով ինչ նավահանգիստ կամ երկիր անցնի, այնտեղ հնարավոր է հասցնել բեռներ։ Ու հասցնել ոչ թե հնարավոր է, իհարկե միանգամից կասել, դե հնարավոր է, եթե միլիոններ ծախսես, ոչ, մրցունակ գներով։ Մրցունակության ապացույցը ես բերում եմ, երբ որ համեմատության մեջ է դրվում դա։ Նայեք, ինչու ենք ասում, որ դա մրցունակ է, որովհետև եթե նոր Թուրքիային օրինակը բերեցինք, մենք նույն դաշտում ենք աշխատում, բայց օրինակ նույն Ռուսաստանի Դաշնությունը, որը ունի եւ հարավում եւ հյուսիսում նավահանգիստներ եւ արևելքում,
բայց Ռուսաստանի խորքում, Ուրալում բնակվող գործարարը, որտեղ լուրջ արտադրություններ կան, կամ Ուրալի տնտեսվարողը ավելի պակաս ծախսային զանգված չունի լոգիստիկայի եւ փոխադրումների իմաստով, քան ունի հայ գործարարը կամ հայ արտադրողը։ Նա ունի ավելի շատ ներողություն, չնայած նրան, որ իր երկիրը ունի նավահանգիստներ։ Պարոն Աղաջանյան, բեռնափոխադրման պարագայում շատ կարևոր է նաև ճանապարհների այլընտրանքներն ու հնարավորությունները։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը 93 թվականից, արդեն սկսած, ունի փակ սահմանը եւ արևմուտքից եւ արևելքից, հիմնական այսպես բաց սահմանը եւ ճանապարհն է հյուսիսը եւ հարավը։ Անշուշտ դա նաև որոշակի սահմանափակություն է մտցնում, որովհետև մենք չենք կարողանում նույն վրացական կողմի հետ կամ իրանական կողմի հետ խոսենք այսպես ուժեղ դիրքերից, որովհետև նրանք կարող են ցանկացած ժամանակ օրինակ տարանցիկի գումարները ավելացնեն, տարբեր սահմանափակումներ մտցնեն եւ այլն։ Ըստ ձեզ մեր այս իրավիճակը, որ մենք ունենք այսպես ոչ այլանդրանքային հյուսիս եւ հարավ ուղղություն, դա ինչ ազդեցություն է թողնում մեր բեռնափոխադրումների վրա։ Իհարկե իրավացի եք, երբ որ դու ունենում ես խոսելու կրվան, քո դիրքերը ամուր են, անհամեմատ ավելի լավ պայմաններ է ստանում, քան կարող են ստանալ մեկ ուրիշը։ Ես կարող եմ դրա փայլուն օրինակը բերել 90-ականների վերջերին, երբ որ վրացական երկաթուղին դեռ ինքնուրույն շատ, դե գիտեք այն ժամանակներ ամեն մեկը ինչ ուզում այնպես էր որոշում, եւ վրացական երկաթուղին ինքնուրույն որոշումներ էր ընդունում տարիֆային քաղաքականության, չնայած ԱՊՀ երկրների երկաթուղիների միասնություն գոյություն ունի, որտեղ որոշվում են հիմնական բոլոր հարցերը, բայց ամեն մեկը համարեց, որ եթե ես անկախ պետություն եմ, անկախ երկաթուղի եմ, ինչ ուզում եմ անում եմ։ Ես հիշում եմ, որ եղավ իրավիճակ, երբ որ Հայաստանի ուղղությամբ գործող տարիֆների 17% զեղչ տվեցին վրացիները դեպի Հայաստան եկող երկաթուղու, Վրաստանի տարածքում, այսինքն փոխադրումների տարիֆի 17% զեղչ եւ նավթամթերքի 22% զեղչ, դա բավականին երկար այդ թիվը մնաց, այն դեպքում, երբ որ Ադրբեջանի ուղղությամբ տվեցին 50% զեղչ։ Պետք է հաշվի առնել, որ նավահանգստից մինչև Թիֆլիս եկող հատվածը նույն երկաթուղին է։ Թիֆլիսից է բաժանվում, մեկը գնում է դեպի Ադրբեջան, երկրորդը գալիս է դեպի Հայաստան։ Այսինքն այս վերջի 60 կիլոմետրն է տարբեր ուղղություններ։ Ըստ էության կիլոմետրաժով էլ նույնն է։ Բայց նրանք ստացավ 50%, մենք կարողացանք ստանալ ընդամենը այդքանը։ Այդքանն էլ ստացանք ոչ թե նրա համար, որ մենք ինչ-որ կրվան ունենք կամ ինչ-որ խոսելու հակադարձելու բան ունենք, այլ պարզապես չէր լինում էլի, որ Ադրբեջանին 50% զեղչ տալ, Հայաստանին ոչ մի բան չտալ։ Դա էր պատճառը, որ այդ էլ տրվեց։ Իհարկե իրավիճակը փոխվում է, բացատրում են նրան, որ Ադրբեջան ավելի մեծ բեռնափոխադրում է։ Այո, իհարկե բացատրվում է նաև նրանով, որ ադրբեջանական ուղղությամբ բեռների քանակը ավելի շատ է, բացատրվում է նաև նրանով, որ Ադրբեջանը օգտվելով Վրաստանի տարածքից որպես տարանցիկ, նաև հնարավորություն է տալիս Ադրբեջանը օգտագործել որպես տարանցիկ երկիր դեպի Միջին Ասիա, դեպի Ռուսաստանի Դաշնություն, այո, դա փոխադարձ։ Այսինքն հարցի պատասխանը հենց այս է։ Փոխադարձ մենք ինչ ունենք առաջարկելու։ Այսինքն մինչև մենք չունենանք ոչինչ առաջարկելու, այս իրավիճակը կպահպանվի։ Միշտ էլ կլինի այսպես առավելագույն, իրենք ունեն իրենց տնտեսական շահերը, առավելագույն տրամաբանության իհարկե սահմաններում, եթե կարելի է $2-3 ավելի նվազ ստանալ մի տոննայի փոխադրման, կարելի է $2-3 ավել ստանալ, ինչու՞ չէ։ Վերջին հաշվով միլիոնավոր տոննաների բեռների փոխադրման մասին է խոսում, չէ՞։ Վրաստանի ուղղությամբ մենք տարին փոխադրում ենք մոտ 1.5 միլիոն տոննա, մի քանի դոլարը դա մի քանի միլիոն արդեն ավել է երկաթուղու բյուջե մտնում։ Հետևաբար այդ իրավիճակը իրականում այդպես է, դա հիմա ասել թե
Ջայլամի նման չէ, այդպես չի, այդպես է, իհարկե այդպես է։ Իհարկե պետք է համապատասխան քայլեր անել, պետք է համապատասխան գործողություններ անել։ Մենք ասեմ, որ այո, դիվանագիտական, պարլամենտական, չգիտեմ, նաև գործնական, այսինքն այդ հարաբերությունների ձևավորումը չափազանց կարևոր է։ Հարաբերությունների ձևավորմամբ մենք կարող ենք շատ դեպքերում ավելի շատ բաների հասնել, քան թե զուտ պաշտոնական այսպես մակարդակով ես ինչի եմ դա ասում, որովհետև ես ընդամենը 3 չի առաջ օրը Թիֆլիսում էի, որը Թիֆլիսի 4 նավահանգստի բացմանն էր, եւ ինձ համար շատ ցավալի էր, որ Հայաստանից ընդամենը մի հոգի էր հրավիրված, դա ես էի։ Շատ ցավալի էր։ Եվ երբ որ ես դիմեցի մեր համապատասխան մարմիններին ասելով, որ իրենք պատրաստ են հրավիրել նաև կառավարության անդամներ, այսինքն նախարարություններ, համապատասխան շահագրգիռ, բայց իրենք պետք է վստահ լինել, որ դա հրավերը կընդունվի բնական է։ Ես զանգել եմ, ասել եմ, հենց 2 ժամվա ընթացքում հրավերները կարող են գալ։ Կգաք։ Դե պատասխանը եղավ, չէ, գանք ինչ անենք։ Դե ինչ ենք զարմանում, որ այսպես է։ Ես եմ գնացել եւ միանակ ես եմ եղել։ Ասեմ, որ այնտեղ եւ Վրաստանի վարչապետն էր եւ Միացյալ Արաբական Էմիրություններից նախարար էր եկել, մի քանի վրացական նախարարներ բարձրաստիճան, այլ անձինք Փոթի պորտի, Բաթումի պորտի պետերը եւ այլն երկաթուղու ամբողջ, այսինքն տրանսպորտային ոլորտը ներկայացնող գրեթե ամբողջ էլիտան այնտեղ էր։ Նաև քաղաքական էլիտաներ այնտեղ։ Այսինքն այս հնարավորությունները բաց թողնել եւ չներկայանալ, չլինել, չմասնակցել, հետո ակնկալել, որ մենք ինչ որ լավ պայմաններ կարող ենք ունենալ, իհարկե դա էլ մի փոքր միամտություն կլինի։ Բայց դա չի իհարկե հիմնականը ունենալ համապատասխան կրվաններ, իսկ դրա համար դա պետք է ստեղծել։ Հիմա հարց է առաջանում, դա ինչ կարող ենք անել, մենք կարող ենք անել, մենք ունենք դրա պոտենցիալը, մենք ունենք համապատասխան ծրագրեր, որոնց իրականացման դեպքում մենք կարող ենք հետաքրքիր լինել մեր հարևաններին, մասնավորապես Վրաստանին համենայն դեպս, որը մեզ համար ստրատեգիական է իհարկե, դա պետք է կարողանանք անել։ Հիմա ես այդ ծրագրերի մասին եթե սկսեմ խոսել, մեր ժամանակը պարզապես չի բավարարի, բայց գոյություն ունեն ծրագրեր, որոնց ներդրումային մասը Հայաստանի Հանրապետության համար ընդունելի է։ Ես հասկանում եմ, միլիարդանոց ծրագրեր մենք չենք կարողանա իրականացնել, մենք չունենք, բայց եթե խոսքը վերաբերում է 50, 60, 100 միլիոն մինչև դոլար, որից հետո որակապես իրավիճակ կարող է փոխվել, դա մենք պարտավոր ենք անել։ Եվ կան այդպիսի ծրագրեր։ Եթե իրականացնենք, ապա իրավիճակը օրինակ կարող եք նշել։ Նու օրինակ ասեմ, անցյալ տարի մայիսի 26-ին դուք հիշում եք Ալավերդիում այդ ջրհեղեղը, որի հետևանքով 8 հատվածում 2.5 կիլոմետր երկաթուղի վնասվեց, շարքից դուրս եկավ, առանձնապես գոյություն չուներ։ Պարզ էր, որ Հայաստանի մատակարարումը ռազմավարական ապրանքներով, հա, ինչպիսին է ցորենը կամ վառելիք, մասնավորապես վառելիք, որտեղ ցորենը այլընտրանքային գոնե էլի մեքենաներով էլ է գալիս, բայց դիզելային վառելիքը կամ բենզինը 90%-ից ավելին դա վերջին հաշվով երկաթուղին է։ Եվ երկաթուղի չկա։ Հիմա առաջին իսկ օրը ես եմ խոսել երկաթուղու պետի հետ, թե որքան ժամանակ կարող է ծախսվել այդ երկաթուղու վերականգնումը, ոչ ոք հստակ չէր կարողանում դեռևս ասել, բայց մոտավոր պատասխանը հետևյալ էր՝ միգուցե նույնիսկ 2 ամիս, որովհետև դեռ գնահատականն էլ տրված չէր։ 2 օր հետո որ արդեն պարզ դարձավ, թե ինչ կարող է լինել, եւ այստեղ է, որ պարզ էր, որ մենք նույնիսկ այդ մասնագետները չունենք եւ Ռուսաստանից հրավիրեցինք, օպտիմիստական գնահատական այն ժամանակ եղավ, որ 1 ամիս անհրաժեշտ կլինի։ Այստեղ կանգ առնեք, 1 ամիս Հայաստանի մատակարարումը Վրաստանի նավահանգիստներից դադարում է։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում 1 ամսվա վառելիքի պաշար, հարցնում եմ։ Չէ, չունենք։ Ես մի անգամից ասեմ։ Ռազմավարական այսպես։ Չէ, 1 ամսվա ոչ մի երկիր էլ այսօր 1 ամս, նու, իհարկե կան երկրներ, 1 ամսվա պաշար մենք, որը չէ, ես պետական ռեզերվի մասին չեմ ասում, որը բանակի համենայն դեպս քաղաքացիները պետք է բենզալոցակայանում բենզին լցնեն։ Այսինքն մոտավորապես 10-12 օրվա պաշար էր մեր
գործընկերները, նավթամթերքներ կրողներից, ում հետ ես խոսեցի հենց այդ ժամանակ, ասին մոտավորապես այդ է 12 օր։ Դա այն դեպքում, եթե բնականոն վաճառք է լինում, իսկ եթե իմանաս, որ վաղը չի լինելու այդ բենզինը, պատկերացնում եք, երրորդ օրը ամեն ինչ կվերջանա։ Բայց մենք զգացել ենք, որ ինչ-որ բանի պակաս ենք ունեցել այդ օրերի, չեք զգացել, չէ՞։ Ինչու՞։ Որովհետև գոյություն ուներ մի կայարան, ընդամենը մեկ երկաթուղային կայարան այրում, սահմանի այս կողմը, որը դարձավ խաբ, որը դարձավ տերմինալ, որը դարձավ դարպաս, որտեղից սկսվեց մատակարարումը Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններ, ոչ միայն վառելիքով։ Մենք արդեն հասանք նրան, որ արտահանումներն էլ սկսեցինք անել, մինչև այնտեղ մեքենայով, հետո սկսում էինք արտահանել արտերկիր դեպի նավահանգիստներ։ Այսինքն բնականոն աշխատանք կազմակերպեցինք եւ այնտեղ տերմինալ կառուցվեց, հենց այդ ժամանակ կառուցվում էր զուգադիպեց իհարկե, լավ էր որ կար, այդ ամեն ինչը ծառայեց Հայաստանի Հանրապետությանը։ Մեկ կայարան։ Հիմա անդրադառնանք ձեր հարցին, թե ինչ ծրագիր կարելի է օրականացնել։ Հայաստանի Հանրապետությունը պայմանագիր ունի կնքված, համաձայնագիրը ես ինչքան հիշում եմ կնքվել է, հաստատվել է Իրանի եւ Հայաստանի միջև երկաթուղի կառուցելու։ Հիմա բոլորը կասեն, բա էլի սկսվեց, դա հեքիաթ է, կամ մոտ է հեքիաթի առայժմ գոնե հիմա։ Բայց այստեղ կա մի հանգամանք, ով ասեց, որ Իրան-Հայաստան երկաթուղին պետք է լինի Իրանից մինչև Երևան։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունը մի կայարան, որը կապված կլինի իրանական երկաթուղու հետ, դա բավարար է Հայաստանի Հանրապետությունը բնականոն զարգացումը ապահովելու համար, գոնե այս էտապում։ Հիմա ինչի նկատի ունեմ ես, նայեք, եթե մենք երկաթուղային կապ ապահովենք գոնե մինչև Մեղրի կայարան, Իրանից բերենք այդ 60 կիլոմետր ճանապարհը, 60, Արաքսի ափով, չեմ ասի թե շատ բարդ է։ Արաքսի ափով երկաթուղին բերենք մինչև Մեղրի կայարան, Մեղրին դառնում է դարպաս Հայաստանի համար։ Այդ մեքենաներով ապրանքների կրելը, տեղափոխումը, որոնք մենք սովորել ենք, չէ, դա պետք է կամաց զիջի իր տեղը։ Ներքին փոխադրումներ պետք է անենել, ոչ թե գտնել մինչև Բենդերաբաս մեքենայով Բենդերաբասից մինչև ապրանքը բերեն 2.500 կիլոմետր Երևան։ Ինչի նման է դա։ Հետո ասում են թանկ է, բա թանկ կլինի։ Հա, երբ որ երկաթուղի գոյություն ունի։ Նայեք ինչ է դա մեզ տալիս նաև։ Նախ մի կայարանը, ինչպես այրումը, վրացական երկաթուղու միացավ եւ նավահանգիստներով դուրս եկանք աշխարհ։ Նույնը այստեղ է։ Մի կայարանը իրանական երկաթուղու ցանցին ենք միանում եւ դուրս ենք գալիս աշխարհ։ Բենդերաբաս է ուզում եւ այնտեղ արաբական աշխարհն է, այսինքն հնդկական ծով։ Այն ինչ որ ռուսները հիմա հյուսիս-հարավ են ուզում, հնդկական ծով դուրս գալու համար։ Մենք էլ պետք է այդ հնդկական ծով դուրս գանք, մենք էլ պետք է ծրագրեր իրականացնենք։ Բայց եթե նրանք պետք է միլիարդներ ծախսեն երկաթուղի կառուցելու եւ ծախսում են, Աստարարաշտը, այո, ռեշտ աստարա, կազվին այդ հատվածի մասին է խոսքը, մեզ ընդհանրապես պետք է մի 60 միլիոն փող եւ մենք դուրս ենք գալի հնդկական օվկիանոս։ Ո՞վ է մեզ խանգարում դա անել։ Կա համաձայնագիր, այնպես չէ որ կարող եք ասել, դե հələ գնանք մի հատ իրանցիներն էլ համոզենք։ Համոզելու կարիք չկա, համաձայնագիրը ստորագրված է վաղուց։ Կունենանք հնարավորություններ, հետո Մեղրիից կշարունակենք դեպի, չգիտեմ, Գորիսա, Ղափանա կամ ուր որ հնարավոր է։ Հա, դա երկրորդ էտապի խնդիր է, երրորդ էտապի, բայց այսօր կարելի է դա անել, չէ։ Եվ մենք ունենում ենք երկու ցանց։ Հիմա մեր երկրի ներսում ինչպես ենք դրանք կապում, որ մեր հարևանները օգտվեն, դա արդեն հաջորդ հարցն է։ Հիմա իսկ որ իրենք կօգտվեն, դրան ես մեջ կասկած չունեմ։ Ինչու՞։ Հարցի պատասխանը։ Այսօր Իրանը վերջերս ընդհանրապես դեսպանը հայտարարեց, որ հերթական մեծ տերմինալն են կառուցել, նրանց նպատակը այդ ուղղությունը զարգացնել Չինաստան, Ղազախստան, Թուրքմենիա, Իրան։ Իսկ եթե մենք իրանական երկաթուղուն միացած ենք, ցանցի մեջ ենք, հապա դա նաև Հայաստան մտավ այդ գիծը։ Այսինքն Չինաստան, Հայաստան երկաթուղի Ադրբեջանը շրջանցող, Իրանով անցնող, ինչու՞մն է հարցը։ 60 կիլոմետր երկաթուղի եւ մենք ունենում ենք երկաթուղի, որը դուրս է գալիս Չինաստան, եւ մենք դա չենք անում, ով է մեղավոր։ Մեր դաշտը ծրագրեր, խնդրեմ ծրագրեր։ Եվ նման ծրագրեր ես մի քանիսը, որը ռազմավարական նշանակության ծրագրեր կարող է լինել երկրի համար։ Եվ մեր պետությունը ունի այդ հնարավորությունները, միջոցները դա անելու։
Այո, իհարկե կարող են ասել, վայ, ամերիկացիները ոնց կնայեն, արդեն քաղաքական դաշտ տեղափոխեն, ոնց թե մենք տնտեսական կապերը Իրանի հետ ավելացնենք, բայց դե մենք այլընտրանք չունենք։ Այլընտրանք չունենք, մի ջրհեղեղը երկիրը կոլապսի առաջ էր կանգնեցնում, բայց չունենանք այլընտրանք։ Ավելին ձեզ ասեմ, բացի այդ չինական երկաթուղուց, որը ըստ էության կարող է նաև Հայաստանին ծառայել այդ դրա առկայությունը։ Այս տարի մինչև տարվա վեճ Իրանը ավարտում է երկաթուղու կառուցումը Իրաքի հետ 21 կիլոմետր մի հատված է կառուցում եւ միանում է Իրաքի երկաթուղին, միանում է Իրանի երկաթուղուն, այսինքն մենք այս մի կահերանով դուրս ենք գալի Իրաք, Իրաքը դա նաև նավթ է վերջին հաշվով անցյալ տարի մեր նախագահն այցելեց Իրաք, հիշում եք, եւ ես գիտեմ այդ ընդունելությունը, որտեղ ես եմ ներկա եղել, թե նրանց պատրաստակամությունը Հայաստանի Հանրապետության հետ աշխատելու եւ հայերի նկատմամբ վերաբերմունքը վերջին հաշվով Իրաքը սիգարետի արտահանման հիմնական ուղղությունն է նաեւ։ Մենք էլ արտահանելու շատ բան ունենք Իրաք, Քուրդիստան, որտեղ այնտեղ ենք եղել եւ այնտեղ ենք եղել։ Դե մի խոսքով, այսինքն ծրագրերի իրականացումը պետք է մենք կարողանանք համահունչ դարձնել տրանսպորտային եւ լոգիստիկ այն սխեմաների, որոնք գոյություն ունեն։ Եվ ոչ թե մտածել ներքին ներսում ինչ որ նախագծեր պատրաստել, որոնք իրականությունից կտրված են, որոնք մնում են թղթի վրա։ Մենք ունենք կոնկրետ ծրագրեր, կոնկրետ նպատակներ, եթե դա իրականացնենք, մենք կունենանք որակապես նոր իրավիճակ։ Պարոն Աղաջանյան, ամփոփելով մեր այսօրվա քննարկումը, կուզեմ, որ դուք խոսեք ձեր ընկերության կամ մեր բեռնափոխադրման լոգիստիկ ոլորտի հաջորդ 30 տարիների ինչպիսին եք տեսնում, հա, դուք այս ոլորտում բավականին հարուստ փորձ ունեք եւ կարծում եմ տեսլական էլ ունեք։ Որն է ձեր տեսլականը այս ոլորտում հաջորդ 30 տարիների համար։ Նայեք, նախ բնական է 30 տարի, ես արդեն թոշակի տարիքի եմ, ինձ ժամանակն է արդեն հեռանալ է ամենից, զբաղվել հոգեհարազատային գործով, որը ինձ համար ավելի հաճելի կլիներ, ոչ թե բիզնեսով, բայց ամեն դեպքում, նայեք, միջազգային բեռնափոխադրումները, լոգիստիկան, կոմունիկացիաները սահմանափակում չունեն։ Ես ամենասկզբից նշեցի, որ այո, մենք մի գրասենյակ, մի սենյակում ենք հավաքվել եւ սկսել այս բիզնեսի զարգացումը եւ կազմակերպությունը հիմնադրեցինք եւ այսօր ունենք Վրաստանում ավտոձեռնարկություն, Հայաստանում ավտոձեռնարկություն, տերմինալներ եւ սեփական եւ վարձակալված, գրասենյակներ սեփական միջարոց մենք ոչ թե աշխատում ենք ագենտային համակարգով, որ այնտեղ ինչ-որ մի կազմակերպություն սպասող, ոչ, դա մեր աշխատակազմն է, դա մեր կազմակերպությունն է, որի 100% սեփականատերերը մենք ենք։ Հայաստանն է, հայկակ եւ այդ եկամուտները, որոնք որ գալիս են, մենք հարկերը վճարում ենք Հայաստանում։ Այսինքն սա է ապագան, սա ապագա է նաեւ երկրի համար։ Այսինքն մենք պետք է կարողանանք ընդլայնվել։ Այո, ինչու՞ չէ, մենք որոշ ժամանակ նույնիսկ Ստամբուլում գրասենյակ ունեինք, բավականին երկար, հենց Բարբարոս բուլվարի վրա, Բոսֆորի ներնայում շատ սիրուն էր, բայց այդ տնտեսական կապը Հայաստանի եւ Թուրքիայի դուք գիտեք, բավականին բարդ է, եւ մենք այդ սխեմաները, որոնց մեջ ռուսներն ասում են սերի սխեմի, հա, մենք որոշեցինք, որ մենք դրա հետ գործ չունենք, այդ սխեմաներով աշխատելը մեր համար չէ։ Մենք օրինականության դաշտում ենք գերադասում աշխատել եւ մենք այդտեղ գրասենյակը երկար ժամանակ պահելուց հետո մենք փակեցինք, այսինքն ընդլայնվելու հնարավորություններ կան, հա։ Վրաստանը եթե այսօր համարում ես համապատասխան իրավական եւ ստրատեգիական նշանակություն ունի, իրավական դաշտ է ստեղծում, որպեսզի այնտեղ զարգացնել մեր բիզնեսը, մենք այնտեղ ենք զարգացնում։ Նավարասիսկում ապավեն Նավարասիսկ է եղել որոշ ժամանակ, լուրջ աշխատել է եւ այս իսկ իրանական կողմը իրանական կողմում մենք գրասենյակ չենք բացել, մենք ունեցել ենք ագենտային համակարգ, բայց եղել է այդպիսի մտադրություն, միգուցե հա։ Երկար ժամանակ նաեւ Մարսելում ենք ունեցել ներկայացություն, այսինքն ընդլայնվելու սահմանափակում չկա։ Այսինքն այն ուղղությունը, որտեղից որ բեռնափոխադրումները դեպի Հայաստան կամ Հայաստանից դեպի այդ երկիր հասնում է որոշակի քանակի, մենք այդտեղ գրասենյակներ բացելու եւ
արդեն մեր հետ աշխատելուց բացի տեղական աշխատանքներ իրականացնել եւ տեղական կազմակերպություն դարձնել, որը օրինակ Վրաստանի մեր գրասենյակը տեղական վրաստական տնտեսվարողների համար սպասարկումներ է իրականացնում, բեռնափոխադրումներ է անում եւ գումարներ է աշխատում։ Նա մեր դոտացիայով չի աշխատում։ Կամ մենք հենց հիմա մենք Մոսկվայում, մենք մոռանում ենք նույնիսկ, Մոսկվայում ունենք պահեստներ, որտեղ հավաքվում են բեռներ, հավաքական բեռներ եւ ամեն 2-3 օրը մի բեռնատար է դուրս գալիս հավաքական բեռներով գալիս է Երևանում։ 2-3 օրը մի բեռնատար հավաքվում է, այսինքն եթե դուք Ռուսաստանում մի ինչ-որ բան արաք, սեղանատոր կամ ինչ-որ ազնական իրեր, խնդրեմ պահեստը կա, մենք տեղափոխում ենք պահեստ կամ իրենք են բերում եւ դա, այսինքն զարգացնելու հեռանկարներ եւ հնարավորություններ շատ են։ Այս ամսվա ամսի 18-ին ընդամենը մի 10 օր հետո, 10-12 օր հետո մեր երկու աշխատակից գնում է Ալմատա, որովհետեւ այնտեղ միջազգային տրանսպորտային լուրջ ֆորում են իրենք իրականացնում եւ մենք բնական է որ մասնակցում ենք, որովհետեւ Ղազախստանը Չինաստանի համար դեպի Հայաստան տարանցիկ երկիր է եւ մենք ուզում ենք Ղազախստանում ավելի ամրապնդված լինել։ Այսինքն ծրագրերը զուտ այնց abstract չեն, մենք կոնկրետ քայլեր ենք անում այն ուղղությամբ, որի զարգացման հեռանկարը տեսնում ենք եւ որի անհրաժեշտությունն է նաև դրա առաջացել է։ Այսինքն եթե մենք Մոսկվայում չունենանք համապատասխան կառույց, մենք չենք կարող հավաքել բեռներ, իսկ մարդիկ կան, որոնք շատ քանակի բեռների ներկրման անհրաժեշտություն եւ կարիք ունեն, բայց չկա համապատասխան ենթակառուցվածք։ Մենք այդ ենթակառուցվածքը ստեղծում ենք։ 2025 թվականի մայիսին Հայաստանը վավերացրեց Աշխաբադի համաձայնագիրը, որը նաև հայկական ընկերություններին թույլ է տալիս օգտվել Օմանի եւ Կասպից ծովի նավահանգիստներից, հավասար հնարավորություններով։ Կարծում եմ սա եւս պետք է դիտարկեն մեր լոգիստիկ ընկերությունները, տրանսպորտային ընկերությունները այս հնարավորությունը, որ դա կարող է այլընտրանքային եւ ծախսերի նվազեցման հնարավորություն դառնալ, ինչպես նաեւ Չաբահարի նավահանգիստը, որը հնդկական կողմը 10 տարով արդեն վարձակալել է եւ Հայաստանը կարծես թե ուշադրություն է դարձնում այդ Չաբահարի նավահանգստի նախագծին եւ առևտրային ներկայացություն պետք է բացի այդտեղ։ Այսինքն սա լոգիստիկ հնարավորությունների արդյոք նոր աշխարհագրություն ձեզ չի տալիս կամ դիտարկում եք դա։ Գիտեք, մենք մի փոքր ավելի ռեալիստ ենք, մենք աշխատում ենք լինել այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք, որ կա բեռ, կամ կարող է լինել բեռ, կամ կարող է օգտագործվել, որպեսզի այդտեղով տարանցիկ անցնի բեռը։ Այս տարբերակներից եթե որևիցե մեկի հետ դա առնչություն ունի, մենք այնտեղ կանք։ Հիմա ինչ վերաբերում է Ջաբահարին։ Գիտեք, Բենդերաբասի եւ Ջաբահարի մեջ տարբերությունը հետեւյալն է։ Այո, Հնդկաստանը վերցրել է կառավարման, բայց Ջաբահարը ունի մի հատ մեծ թերություն, որը ըստ էության նրան հավասարեցնում է Բենդերաբասը, չի ավելի ճիշտ որը ստիպում է համարել, որ նա ավելի զիջողական, ավելի պակաս դերակատարում կարող է ունենալ մեզ համար։ Այո, եթե այն ինչ որ ես ասի 2500 կիլոմետր մենք պատրաստ ենք մեքենայով բեռը բարձել բերել հասցնել մինչև Երևան, այո, թե կլինի դա Ջաբահարը, թե կլինի Բենդերաբասը, ոչ մի տարբերություն չկա։ Բայց եթե մենք ուզում ենք մեծածավալ, մենք ուզում ենք ստաբիլ տրանսպորտային կապ, երաշխավորված, դա իհարկե Բենդերաբասն է, ինչի որովհետև այնտեղ կա երկաթուղի։ Ինչ վերաբերում է Ջաբահարին, Ջաբահարից մոտակա երկաթուղին գիտեք քանի կիլոմետրի վրա է։ Նոր նախագիծ 600։ Նոր կառուցվում է նաև այսպես։ 600 կիլոմետր երկաթուղի պետք է կառուցվի, որ նրանք միանան երկաթուղային ցանցին իրանական։ Ես ասում եմ ընդամենը արեք 60-ը կառուցենք եւ միանանք իրանական ցանցին, իրենք այդ նավահանգիստը աշխատացնելու շունչ ու հոգի տալու համար 600 կիլոմետր երկաթուղի են կառուցում։ Պատահական է դա, ոչ, որտեղ բոլորը հասկանում են մեքենաներով բեռնափոխադրումները դա որոշակի կիլոմետրաժի համար 300-400 կիլոմետրի, 500 կիլոմետրի համար ընդունել է։ Մնացածը դա օրինաչափություն չի, դա բացառություն է։ Այո, Չինաստանից էլ մեքենան կարող է բարձվի եւ գա Հայաստան։ Եվ կան նման դեպքեր եւ մենք փորձառություն, բայց դա օրինաչափություն չի, դա նորմալ չի։ Խոսքը չի կարող վերաբերել։ Դա ինչ որ կոնկրետ ապրանքատեսակներ դա հնարավոր է տեղափոխել, կոնկրետ քանակներ, բայց եթե դուք երկրի տնտեսություն ես ուզում պահել, եւ
հույսը տնես ավտոմեքենայի վրա, այնպես որ Ջաբահարը լինելով հետաքրքիր, ես գիտեմ Հայաստանի պատվիրակություն են գնել, գործարարներ են գնացել, ես չեմ գնացել, չնայած հրավիրված եղել եմ, որտեղ բացարձակ հեռանկար չեմ տեսնում։ Մոտակա մի քանի տարին, գոնե մի քանի տարին, 4-5, ես որևիցե հեռանկար չեմ տեսնում։ Լինելու է հերթական նավահանգիստը, որտեղ բերդերը կբերդաթափվեն, կբարձվեն մեքենաները եւ կտեղափոխվեն տարբեր շրջաններ, ինչպես Իրանի, այնպես էլ միգուցե նաև Հայաստան, Ադրբեջան, ինչու ոչ նաև Թուրքիա, միգուցե դա վերջին հաշվով Կարմիր ծովը շրջանցող ճանապարհ է։ Այդ իմաստով իհարկե հեռանկարը, երկարաժամկետ հեռանկարը, երբ որ երկաթուղին էլ կառուցվի, նա կարող է ունենալ, որովհետև այդ նավահանգիստը կդառնա Ռուսաստանի համար հյուսիս-հարավ ճանապարհի դարպասներից մեկը, դեպի Հնդկաստան դուրս եկող, արդեն չեն գնա դեպի Պարսից ծոց Բենդերաբաս, այլ կգնան Ջաբահար, բայց դա միայն երկաթուղու կառուցումից հետո։ Իսկ 600 կիլոմետր երկաթուղի Իրանի տարածքում հիմնականում լեռնային շրջաններում կառուցելը, հավատացեք, դա մեկ օրվա բան չի եւ մեկ տարվա ծրագիր չի։ Դա համար ես մի փոքր ավելի պահպանողական հայացք ունեմ այդ հարցին։ Շնորհակալ եմ պարոն Աղաջանյան հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք Հայաստանի բեռնափոխադրման ոլորտի մասին, լոգիստիկայի, ենթակառուցվածքներին, անշուշտ նաև աշխարհաքաղաքական իրավիճակն է, որը ազդում է այս ոլորտի վրա։ Այո, մենք ունենք խնդիրներ, այդ խնդիրները մի մասը կարող ենք լուծել ինքներս եւ ունենալ ավելի մրցունակ տնտեսություն, ավելի հեռանկարային կայուն զարգացող տնտեսություն։ Դրա համար անշուշտ անհրաժեշտ է մեկտեղել մեր բոլոր ջանքերը եւ մասնագիտական ոլորտային քննարկումները մեզ կօգնի այս խնդիրները շատ արագ արդյունավետ լուծել։